100,000-ից ավելի ընտանիք այսօր ապրում է առավելագույնը 46,000 դրամ սոցիալական նպաստով։ Անգամ նվազագույն 58,000 դրամ սպառողական զամբյուղից քիչ այս գումարը կենսական նշանակություն ունի անապահովների համար։ Եվ եթե հանկարծ մի օր Փարոս համակարգը հաշվում եւ պարզում է, որ որևէ ընտանիքի միավորներն այլևս չեն բավարարում անապահովության նպաստից օգտվելու համար, մարդիկ տառացիորեն հայտնվում են անելանելի վիճակում։ Մղչյան գյուղի բնակիչ 5 երեխաների հայր Օնիկ Բաբայանի ընտանիքին վերջերս զրկել են 43,000 դրամ նպաստից, պարզելով, որ նրա վերջին մեկ ամսվա աշխատավարձը 130,000 դրամ է եղել։ Նա գյուղի հարկահավաքն է, սակայն առանց նպաստի չի կարող պահել 4 անչափահաս եւ 1 ուսանող երեխաներին եւ գործազուրկ կնոջը։ Եթե կտենաս իմ բանում այդ ընտանիքում այդ եկամուտը մեծ է, ասենք ուրիշ աշխատողեր կա, եկամուտները շատ է, դա ուրիշ բան է, բայց որ մենակ մի հոգու աշխատանքը այդքան մեծ ընտանիքի համար իհարկե բավարար չի։ Պետությունը մարդուն դարձնում է ձրիակեր, շարունակում է Օնիկը եւ սրտնեղում։ Առաջինը ինքը կցանկանար հույսը նպաստի վրա չդնել եւ ապրել սեփական աշխատավարձով, բայց դա ընտանիքի միակ կերակրողի ուժերից վեր է, հատկապես հաշվի առնելով ոչ կայուն աշխատավարձը։ Ամիսներ են եղել, որ ես չեմ կարողացել, ասենք, գումար հավաքել, 50 կամ 80,000 աշխատավարձ եմ ստացել։ Փաստորեն, ուրեմն 80,000-ից այն կողմ դու պետք է գումար չստանաս, իսկ 80,000-ն ինչ գումար, որ այդ ընտանիքի ծախսերը բավարարի։ Իրանց ասելով այնց է ստացվում, որ մի աշխատի նստի տունը, մենք քեզ այդ փողը կտանք։ Մարդկանց տեսեք ինչքան վատ են բան անում, էլի։ Այսօր եւ նպաստացողն է դժգոհում, քանի որ գումարն է քիչ եւ այդ չնչին հնարավորությունից զրկված է։ Ազատության զրույցում ասում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության բաժնի պետ Աստղիկ Մինասյանը։ Ըստ նրա, տնտեսական վատ վիճակում հայտնված երկրում, որտեղ աղքատության ցուցանիշը հասնում է 32%-ի, խնդիրներից խուսափելն անհնար է։ Բյուջեն սահմանափակ է, նպաստառու ընտանիքների թիվը ավելի քան 100,000, իսկ աղքատ ընտանիքները 230,000-ից ավելին են։ Բոլորին չես հասցնի օգնել, հավելում է նախարարության աշխատակիցը։ Համակարգերը իհարկե ճնշում կա։ Ճնշում կա այն տեսանկյունից, որ դիմողները շատ են, հնարավորությունները փոքր են։ Իդեպ նախարարությունից մեզ հայտնեցին, որ վերանայել են Մղչյան գյուղի հարկահավաք Օնիկի ներկայացրած նոր փաստաթղթերը եւ ամենայն հավանականությամբ առաջիկայում վերջինիս նպաստը կվերականգնեն։ Բայց բոլոր դեպքերում, եթե համեմատում ենք այս ընտանիքին ընդհանրապես եկամուտ չունեցողի հետ, բնականաբար արդեն համեմատությունները հոգուտ իրեն այս տեսանկյունից իր դիմումի բարձրացված խնդիրներին չի խոսում։ Իսկ Օնիկի միավորները նպաստավոր չեն նաև այն պատճառով, որ վերջինս հողատարածք ունի։ Բանն այն է, որ հողատարածք ունենալու կամ անասնապահությամբ զբաղվելու դեպքում Փարոսը պակասեցնում է նպաստի համար անհրաժեշտ միավորները։ Այդուհանդերձ Օնիկը պնդում է, մոտեցումն անարդար է, հողը ամենամիս բերք չի տալիս։ Մենա տեսնում եք, հողամասում էլ եսի ինչ ասենք, այս պահին եկամուտի աղբյուր էլ չկա, որ ասենք, այսինքը վաճառենք շուկայում, դրանով գոնե յոլա կետանք, գոյատևենք։ Դա չկա։ Նախարարությունում էլ հասկանում են, կաթով եւ կարտոֆիլով կոմունալ ծախս չես վճարի, երեխային դպրոց չես ուղարկի։ Անիմաստ է խոսել այլ անհրաժեշտ ծախսերի մասին։ Այսինքն կանխիկ դրամ է պետք։ Ավելի շատ բողոքը վատ ապրելուն է վերաբերում, քան թե կոնկրետ ասենք նպաստի համակարգին։ Ես իհարկե սրանով չեմ ուզում արդարացնել, թե համակարգը ճշգրիտ է։ Այդպիսի բան գոյություն չունի, այդպիսի երկիր գոյություն չունի։ Հենց այս պահին նախարարությունում կա աշխատանքային խումբ, որը համակարգի բարեփոխումների ուղղությամբ որոշակի աշխատանքներ է տանում։ Եվ Օնիկը եւ նման խնդրով ազատություն դիմաց մի շարք քաղաքացիներ վստահ են, բոլոր խնդիրները կվերանան այն ժամանակ, երբ նախարարությունը վերահսկի համակարգում արկա բոլոր չարաշահումները։ Չարաշահման դեպքեր շատ են լինում։ Կարող է ասենք հարմարացնի թղթերը ներկայացնի, ուրեմն վերջ քեզ նպաստ տրվում է, քեզ չէ։ Չբացառելով նման դեպքերը, նախարարության աշխատակիցը ակնարկում է, շատ դեպքերում համայնքի ղեկավարները եւս մեղմ ասած ճիշտ տվյալներ չեն հաղորդում իրենց համայնքի անապահով ընտանիքների մասին։ Իսկ ավելորդ չարաշահումներից խուսափելու համար նախարարությունը քաղաքացուն առաջարկում է սեփական հետաքննությունը իրականացնել, հիշեցնելով նպաստառուների ցուցակները հրապարակային են եւ անհամապատասխանելիության դեպքերը միշտ էլ կարելի է մատնացույց անել եւ բողոքարկել։ Եթե կա խախտում, հանցավոր պայմանավորվածություն, ինչ որ տվյալի թաքցնել կամ չգիտեմ ինչ, ակնհայտ այդ բոլոր ցուցակները դրվում են եւ բոլորը կարող են տեսնել